Բացատրվել էր ընտրողին, ինչպես պետք է քվեարկությունը կատարի, սխալ էր արել, նորից էր դուրս եկել, երկրորդ անգամ, երրորդ անգամ էր եղել դիտարկումը, ընտրողը վատ տոնով իհարկե, ասեց, որ ես չեմ ուզում լավ բառեր կրկնել, ես այդպիսին չեմ, ես հասկանում եմ, հանձնաժողովի անդամը դիտել թողեց, ասեց, ես էլ ինչ ձևով բացատրեմ, այդքան պետք է զուտ ուղղակի ընտրողը նաև վրդովվեց, չգիտեմ, որ ոգվեց մի քիչ, ինչ էր պատահել, ինչի համար։ Միգուցե նեղվեց, որ սխալը 3 անգամ կրկնեց, հանձնաժողովի անդամը ասեց, բայց հանձնաժողովի անդամների պարտավորությունն է ասել, որ ճիշտն է, որովհետև քվեաթերթիկը չէր երևում։ 3 անգամ դիտարկում անելուց հետո նորից քվեաթերթիկը չէր երևում։ Իսկ կոնկրետ ինչը չէր հասկանում։ Կոնկրետ ինչն չէր հասկանում։ Ասում են մտնի քվեախոց, այնպես գնի, որպեսզի անցքից երևա քվեաթերթիկը։ Կարգը այդպես է, անդամը պարտավոր է անընդհատ ասել։ Իսկ եթե քաղաքացին դրանից վրդովվեց, ես բան չունեմ ասելու։ Բայց չէ գրանցվել է Մարտյանում։ Այո, գրանցվել է, ընտրությունը կատարել է, իհարկե մոտեցավ քվեատուփին, նորից սխալ էր դրված, նորից ենք հետ ուղարկել քվեախցիկ, արդեն 4-րդ անգամ, նորից դրել է, նոր եկել է, կատարել է, դիմացել է, ինքն էլ իհարկե դիտարկումներ արեց, որ ինքը կբողոքի, այդպես չի թողնի, բայց ամենայն դեպս անտեղին չէր դիտարկումները, մնացածը արդեն թողնում եմ լրագրողները ներկա էին, տեսանկարահանվել է, ամեն ինչը պարզ երևում էր, ինչ է կատարվել։ Ոստիկանների միջամտության կարիք եղավ։ Ոչ։ Տիկին Քալաշյան իսկ այս պահի դրությամբ արդեն 19-ից 16 է ընտրողների մոտ, որպես որ մասնակցել դրության 38%-ի մոտ արդեն ոնց Իսկ ընդհանուր քանակը։ Ընդհանուր 2103 են մեր ընտրողները, այս պահի դրությամբ 815-ն են ոնց որ այդքան։ Իսկ կոնֆլիկտների մասով այդ դեպքից Դեպք ենք ունեցել, որը նաև էլի լրագրողները ֆիքսեցին, որ ընտրողին նկարահանել էին, այնտեղ գրավում էին արել, որ բաց քվեարկություն է տեղի ունեցել, հարազատներից մեկը եկել է այստեղ պարզաբանելու, թե ինչի են վատաբանում եւ անտեղի տեսանյութեր հրապարակում, նաև քաղաքացու վերաբերյալ վատ մեկնաբանություններ եղել, ոնց հասկացա, եկել են պարզաբանման, ոստիկանների օգնությամբ դուրս բերեցին քաղաքացուն։ Բայց բաց էր եղել ընտրությունը։ Բայց բաց էր եղել ընտրությունը։ Իհարկե ոչ, եթե բաց լիներ, դա կարձանագրվեր։